Տպավորություն էր, որ սրանք եկան իշխանության ու հիմնեցին իրենց հորինած քաղաքացու օր շարժական տոնը, այդ ժամանակ առաջին անգամ բացեցին Հայաստանի տոնացույցը ու զարմացան. ոնց կարող է այդպես պատահել, որ ունենք 10 տոն ու ընդամենը 2 հիշատակի օր։ Ու ՔՊ-ն անցավ գործի, քանդեց տոնացույցը, ավելացրեց ՍՔ օրերը։ Սեպտեմբերի 27 Արցախյան երկրորդ պատերազմի օր, նոյեմբերի 9 պատերազմում պարտության օր, մայիսի 12 Հայաստանի ինքնիշխան տարածք թշնամու անխափան ներխուժման օր, սեպտեմբերի 22 Հայաստանի օկուպացիան ավելի քան 200 քառակուսի կիլոմետր դարձնելու օր, հոկտեմբերի 6 Արցախը հանձնելու օր, սեպտեմբերի 19 Արցախի վրա երրորդ պատերազմի օր, սեպտեմբերի 24 բռնագաղթի օր։ Տեսնում եք ՔՊԱ-ականներ, մեր պատմությունը, մեր տոնացույցը ոնց եք դուք փոխել։ Դուք այն կարգի ՍՔ օրեր բերեցիք, որ անգամ երկրաշարժի սգին գերազանցեց։ Մնաք ապրիլի 24-ն էլ կգերազանցեք, որովհետև եթե ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում, իսկ հիմա Թուրքիայում հայեր մնացին, կասկածելի է, որ հայեր կմնան Հայաստանում, եթե դուք մնաք իշխանության։ Արցախը վառ օրինակ, մնացել են մի 2 հոգի որպես թանգարանային նմուշ։ Ընդամենը մեկ դավաճանական թիմ էր պետք, որ մի 2 տարում քանդի դարերով կառուցածը։